Պարոն Մարտիրոսյան, 1 տարի առաջ հուլիսի 17-ին Սասնա Ծռեր խումբը գրավեց բարեկապահակային գունդը Երևանի, պահանջելով Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ իշխանության փոխանցումը ժողովրդի կառավարությանը, ժողովրդի վստահությունը վայելող կառավարությանը։ Արդեն 1 տարի է լրացել եւ փորձում ենք ամփոփել, ինչ տվեց Սասնա Ծռեր ապստամբությունը կամ ընդվզումը, ինչ դասեր պիտի քաղենք եւ ի վերջո ինչի հետևանքեր։ Եվ քանի որ դուք նաեւ անցնում եք Սասնա Ծռերի եւ Սարիթաղի գործով որպես մեղադրյալ զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործում եւ մասնակցել եք այդ օրերին այստեղ տեղի ունեցող գրեթե բոլոր միջոցառումներին, կուզեինք որ ամփոփեք։ Նախ ինչպես տեղեկացաք, որ գրավվել է բարեկապահակային գունդը Երևանի։ Այդ օրը ես գտնվում էի Շուշիում, եթե հիշում եք, հողերի վերադարձման թեման շատ ակտիվ քննարկվում էր այդ ժամանակահատվածում եւ Շուշիում կազմակերպվել էր մի համաժողով, որտեղ ներկայացուցիչները հանդես էին գալիս դրան դեմ։ Այդ համաժողովի մասնակից է եւ առավոտյան եղբայրը զանգեց, ասեց նմանատիպ դեպք է գրանցվել։ Ասի հեսա կմտեմ մի հատ կոմպյուտեր կտեսնեմ ինչ է կատարվում։ Մի բան չհավատացի, ասի երևի Facebook-ի հերթական բաներից է, էլի ինչ-որ հետարքի ստատուսներից մեկն է։ Բայց որ բացեցի ոնց որ թե նմանատիպ նյութ կարդացի, հետո Արա Պապյաններ այնտեղ, Հայկներ Մարտիրոսյան այնտեղ, սկսեցինք արել զրուցել բան, Արա Պապյանը մի քիչ շուտ էր զարթնել, ինքն էլ էր կոմպյուտերի մեջ ինչ-որ տես բան տեսել, որ նմանատիպ իրավիճակ է արձանագրվել Երևանում ու բնականաբար երբ որ կարծենք թե ինֆորմացիան ավելի հավաստի եղավ, անմիջապես հավաքվեցինք մասնակիցները, որտեվ այդ օրը արդեն վերջանում էր, մի փոքր ուշ պետք է գնայինք, բայց քանի որ իրավիճակ էր փոխվել, առավոտյան մի անգամից Շուշիից եկանք Երևան։ Այդ ժամանակահատվածում նաև կուսակցության հետ կապ հաստատեցին այնտեղից, որ նմանատիպ դեպք կա, արդեն ճանապարհին իմ մոտեցումները հայտնեցի, հայտարարություն տարածվեց կուսակցության կողմից։ Աստիճան առաջի հայտարարությունը Ժառանգության կողմից եղավ եւ ակնհայտորեն սա ուներ իր պատճառները, խորքային պատճառները եւ երկար ժամանակ էին այդ պատճառները, ինչ որ մեկ օրվա չէ։ Եկեք խոսենք, հա 1 տարի առաջ այստեղ զանգվածային միջոցառումներ էին, հենց այս փողոցում փակված էր ոստիկանները։ Դուք ձեր հարցադրման մեջ ընդամենը պահանջներից մեկը դրեցիք, իշխանափոխության պահանջը, բայց այնտեղ այլ պահանջներ էլ կային, որոնք ըստ էության երկար ժամանակ քաղաքական դաշտում օրակարգային հարցեր են։ Պարոն Մարտիրոսյան, բացի պահանջներից, ինչու զինված ապստամբություն, ինչն էր պատճառը, որ ստիպված եղան քաղաքական ուժ ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչները դիմել զենքի օգնությանը, զենք վերցնել եւ պահանջներ քաղաքական առաջադրել։ Գալիս եմ, էլի։ Ուրեմն պահանջներ կային, որոնք նախքին եւս օրակարգային պահանջներից են, դա եւ ազատագրված տարածքների վերադարձի անթույլատրելիության հետ կապված հարցներ եւ ընտրական օրենսգրքի հետ, եթե չեմ սխալվում, հարցներ, ընտրական գործընթացների հետ կապված հարցներ, Հայաստանի ինքնիշխանության հարցը շատ կարեւոր հարց։ Գործված տարածքները հետ բերելու հարցներ։ Չէ, հենց ինքնիշխանության հարցը, որովհետեւ Հայաստանը արդեն երկար ժամանակ է նաեւ հիմա որոշումներ կայացնելու, այսպես ասեմ, իրավունքից զրկվել է իշխանությունների ապաշնոր քաղաքականության պատճառով ու մենք հիմա ըստեյության դարձել ենք ռուսական կայսրության, այսպես ասեմ, ծրագրի շրջանակներում ինչ-որ մի հատված, նույնիսկ գուբերնիայել չենք, որ ինչ-որ պատասխանատվություն վերցնեն իրենց վրա պահելու համար։ Այդ իսկ պատճառով ըստ էության այն պահանջները, որոնք առաջ էին քաշվել, դա հասարակական պահանջներ է, դա հասարակությունը շատ ակտիվորեն սկսեց պատասխանել այդ պահանջներին։ Եթե առաջի մի 2-3 օրը դեռևս այսպես ասեմ հասարակությունը մի փոքր մոլորված վիճակում էր, թե ինչ է կատարվում, հետագայում արդեն կամաց ինքը ավելի ակտիվացավ եւ հատկապես այն ժամանակահատվածում, երբ որ կազմակերպչական որոշակի ձևավորում ստացավ, նկատի ունեմ հակաճգնաժամային խումբը, որը ձևավորվեց։ Ինչու զինված պայքար առաջացավ։ Գիտեք, որ երկար ժամանակ է մեր քաղաքացիները իրենց սահմանադրական իրավունքի
իրենց ընտրական իրավունքից զրկված են եւ անընդհատ պայքարում են դրա համար։ Սա առաջի դեպքը չի, որ ասենք մեր քաղաքացիները պայքարում են ոչ միայն ընտրական իրավունքի համար, այլ ընդհանրապես իրավունքի համար, տարատեսակ իրավունքների համար, այդ թվում նաև հիմնարար իրավունքների համար։ Հիմա 95 թվականին ըստ էության եղավ առաջի, այսպես ասեմ, ընտրական ընդվզումը, 96-ին դա Բաղրամյան պողոտա հասավ, որի ժամանակ նաև օդ կրակոց եղավ իշխանությունների կողմից, ուժային որոշակի հետո գործողություններ եղան, տարբեր քաղաքական գործիչներ ձերբակալվեցին, դատապարտվեցին եւ ակնհայտորեն այդ ժամանակվանից սկսած մենք անընդհատ չենք ունեցել ընտրական գործընթաց։ Դա մեկ։ Այսինքն ընտրական գործընթացների միջոցով իշխանափոխություն իրականացնել չկարողանալու պահանջը բերեց զենքի գործադրմանը։ Դա պատճառներից մեկն է։ Երկրորդ պատճառը այն է, որ տարիներ շարունակ, երբ որ իշխանությունը յուրացվել է ըստ էության եւ ոչ թե ընտրված լեգալ իշխանություն է եղել, ինքը մի քաղաքականություն է վարել, որի արդյունքում հանրության անընդհատ ունե զրկել է։ Հայաստանում բոլորս էլ գիտենք, որ բոլոր ռեսուրսները ըստ էության պատկանում են մի խումբ շատ նեղ թվով մարդկանց, ու ընդ որում որքան մեր անկախությունից մենք հեռացանք սկզբնավորումից, այնքան այդ խմբը փոքրացավ։ Եթե նախկինում հասարակությունը քիչ թե շատ որոշակի դեռևս ռեսուրսներ ուներ, դեռևս խորհրդային միությունից մնացած, ինչու՞ չէ նաև այդ սկզբնական վայրի սեփականաշնորհման արդյունքում ունենալով, հետագայում մենք տեսանք, որ այդ ռեսուրսները անընդհատ կենտրոնացավ։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ արդեն դրվեց օլիգարխիկ համակարգի, այսպես ասեմ, սկիզբը, կայուն օլիգարխիկ, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ կային արդեն մեծահարուստներ, որոնք ունեին քաղաքական կշիռ եւ որոշումների վրա ազդում էին։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ դա դարձավ արդեն համակարգված, Սերժ Սարգսյանի ժամանակ դա արդեն ոչ միայն կատարելագործվեց, արդեն ուրիշ մենք ֆազայի անցանք։ Օլիգարխիկ համակարգից հիմա մենք անցնում ենք ըստ էության միապետության, կարելի այսպես ասել, ավտորիտար ռեժիմի եւ միջազգային կառույցները դա արձանագրում են։ Այսինքն երկրորդ պատճառը որ կար, դա այն էր, որ եւ դա միջև մեելի չի վերացել, որ հանրային ռեսուրսները, բնական ռեսուրսները, գիտեք, հանքերը բոլորը բարձր պաշտոնատար անձանց են պատկանում։ Հանրային ռեսուրսները, բնական ռեսուրսները պատկանում են մի խումբ անձանց։ Այդ արտաքին պարտքն էլ որ վեկալել ենք 6 միլիարդ եւ ավել արդեն, դրանից մեզ ոչինչ չի եղել, հասարակությանը ոչինչ չի եղել, հասարակությունը դրանից չի օգտվել։ Փոխարենը պարտքը նստել է հասարակության ուսերի։ Այսինքն սոցիալ-տնտեսական խնդիրները սա երկրորդ պատճառն է։ Երրորդ պատճառը կար։ Բազմաշերտ են։ Բնականաբար մի պատճառով չէր կարող այդպիսի բան լինել, եւ երրորդ պատճառը այն էր, որ Հայաստանում արդարադատության համակարգը ընդհանրապես բացառվել է։ Արդարադատության համակարգ ապագայի նկատմամբ հույսը դա բացառվել է։ Տեսեք, մենք այսօր գտնվում ենք նեպոտիզմի ժամանակաշրջանում եւ տեսնում ենք արդեն իրենց երեխաներին են падգամավոր դարձնում, պաշտոնատարանց դարձնում իրենց հարազատներին, եղբայր, քուր, փեսա, բաժանախ, չգիտեմ եւ այլն, ինչքան ազգակցական կապեր կա, իրենք բոլորը տաղանդավոր են, շատ լավ, այսպես ասեմ, բացառապես ղեկավարներ են, եւ դրա արդյունքում մեր հասարակությունը անընդհատ օտարվում էր պետությունից։ Եվ ըստ էության հասարակությունը մի պահ պայքարում էր, հետո հաջորդ պահին հիասթափվելով արտագաղթում էր կամ անընդհատ այդ արտագաղթի process-ը տեղի էր ունենում։ Եվ արդյունքում մենք ունեինք մի վիճակ եւ հիմա էլ այդպես է, որ հասարակությունը չի տեսնում այլ ճանապարհ, քան է կամ պայքարել կամ արտագաղթել։ Որը իդեպ պայքարի մեկ այլ տեսակ է։ Պարոն Մարտիրոսյան, անցած տարի այս օրերին լինելով այստեղ այդ ակտիվ գործողությունների կիզակետում կարող եք պատկերացնել, որ եւ զենքի վերցնելը եւ ապստամբելը եւ հանրության այստեղ խաղաղ ապստամբելը կամ ընդվզելը կարող է բերել ոչ մի բանի, ըստ էության որևէ բարձրացված հարց չլուծվեց, երկրում որևէ բան չփոխվեց, արդյունքում տասնյակ կամ դրա հետևանքով տասնյակ քաղաքացիներ այսօր անցնում են Սասնածռերի գործով, Սարիթաղի գործով որպես մեղադրյալներ։ Ի վերջո ինչ տվեց հանրության այս ապստամբությունը։ Չէ, ամբողջովին դեմ եմ ձեր հարցադրմանը, որովհետև եթե չես պայքարում, հաղթանակի հանձնելու որևէ շանս չունես։
Ձևը ճիշտ էր ընտրված։ Ձևը կարող ենք վիճարկել, բայց այն ձևը, որ ընտրել էին Սասնա ծռերը, դա աշխարհում ընդունված ձև է։ Աշխարհում միջև մի բազմաթիվ զինված փոփոխություններ եղել են։ Եվ խաղաղ է եղել վերջի ժամանակահատվածում, հատկապես եւ որի կողմնակիցը ես եմ, օրինակ այնպեսին ինչպես հիմա Վենեսուելայում է։ Ճիշտ է, մոտ 70 քաղաքացի զոհվել են այս պահի, բայց այդ բազմամիլիոնանոց երկրում 70 հոգի ըստ էության հասկանալի է, որ իշխանության կողմից ուղղակի բռնության արդյունք է, այնտեղ երկկողմանի զինված բախում չի գնում։ Ընդամենը իշխանությունների ապօրինությունների հետևանք է, բայց Այն ինչ կատարվեց մարտի 1-ին Երևանում։ Այն ինչ կատարվեց, այո, մարտի 1-ին, բայց ի տարբերություն մեր քաղաքացիների Վենեսուելայի ժողովուրդը գրեթե 3-4 ամիս է պայքարում է եւ հետ չի կանում եւ դրա արդյունքում է նաեւ որ մենք տեսանք, որ արդեն ընդդիմության առաջնորդներից մեկին բանտից տեղափոխեցին տուն տնային կալանքի, այսինքն ռեժիմը մեղմացեցին եւ իշխանությունները հայտնեցին, որ իրենք դրա այդ քայլին գնացել են, որպեսզի երկխոսության ճանապարհ բացեն։ Հիմա Հայաստանի պարագայում մեր հայրենակիցների իմիջիայլոց ըստ էության բոլորը դրանք ազնիվ նվիրյալ քաղաքացիներ են, որոնց մեծամասնությունը նաև հերոսական հետագիծ ունի պատերազմի ընթացքում։ Շարունակում է իրենց կենսագրությունը։ Չէ, շարունակեմ, հասկանում եմ ինչ եք ասում։ Հիմա որպես ձև, դա աշխարհում ընդունված ձև է։ Առավել եւս իրենք ըստ էության ցանկություն չեն ունեցել այդ բախման արդյունքում, որ որևէ ոստիկան զոհվի եւ դրա մասին նաեւ հայտարարել են։ Գումարած դրա նաև պետք է ասեմ, որ արդյունավետության մասին կարող ենք խոսել այն դեպքում, եթե դա ոչ միայն մեծ վնաս տար երկրին, իսկ դա վնաս չի տվել երկրին, ամենայն դեպս, բայց միևնույն ժամանակ պետք է ասենք, որ այն նպատակները, որ իրենք դրել են, ըստ էության հակաճգնաժամային խումբը փորձում էր այդ նպատակները ստեղծված իրավիճակը խաղաղ ձևով հասարակական ընդմզման արդեն միջոցով, ճնշման միջոցով փորձել լուծել։ Հիմա այս պահին դա չեղավ եւ սա չի նշանակում, որ պայքարից պետք է հրաժարվենք։ Պայքարից հրաժարվելը նշանակում է, որ երկրից ենք հրաժարվում, որովհետեւ ակնհայտորեն մենք արդեն երկիրը կորցնելու վտանգի առջև ենք անած, իսկ այս անգամ եթե մենք մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը կորցնենք, ես չեմ կարծում, որ կարող ենք երբևիցե այլևս վերականգնենք, հաշվի առնելով, թե ինչ տարածաշրջանում ենք գտնվում եւ հայերը ինչպիսի, այսպես ասեմ, միավորման ռեսուրս ունեն իրենց մեջ։ Դրա համար ես չեմ կարծում, որ ինքը անարդյունավետ էր։ Հիշում եք Լավրովյան պլանը գոնե, այսպես ասեմ, չեզոքացվեց, իսկ այդ պահին Դամոկլեյան սրի նման Լավրովյան պլանը Հայաստանի վրա կախված էր այս ժողովրդի։ Գոնե իրենց գործողության արդյունքում դա այսպես ասեմ չեզոքացվեց, գումարած դրան որոշակիորեն նաև հասարակությունը ըստ էության մի պահ էլի ինքը պայքարելու ռեսուրս իր մեջ տեսավ։ Եվ եթե չլիներ ամսի 29-ի Սարի թաղի եւ Խորենացու այդ բիրտուժի կիրառումը, ապօրինի եւ կալանավորումները, ձերբակալությունները, ապա մենք հաջորդ օրը կարող ունենանք արդեն 50-60 հազարանոց միտինգ, մենք տարբեր քաղաքներում կունենայինք արդեն ընդվզումներ եւ իշխանությունը հասկացավ, որ այնպիսի քայլեր պետք է իրականացի, որի արդյունքում այդ հասարակական ընդվզումը չպետք է մեծանա։ Իրենց մտավախությունը հենց խաղաղ ընդվզումներ, որովհետեւ եթե ուշադրություն եք դարձրել, այդ ժամանակ նաեւ միջազգային կառույցների կողմից, գործընկերների կողմից կոչեր հնչեցին, որ խաղաղ հանրահավաքները չի կարելի ապօրինի ոչ թե ցրել, այլ ուժ կիրառել, ապօրինի ուժ։ Գումարած դրան Սասնա ծռերը որևէ խոշոր զարգացած երկիր տերորիստական ահաբեկչական չճանաչեց եւ Միացյալ Նահանգները եւ Եվրոպական միությունը հայտարարեցին, որ իրենք զինված խումբ են, ովքեր քաղաքական պահանջներով են հանդես եկել։ Ընդ որում նաև մեր քրեական օրենսգրքով էլ իրենց գործողությունները ահաբեկչության մեջ չեն տեղավորվում եւ չեն ճանաչվել, որքան էլ որոշ գործիչներ դրա մասին փորձեն բարձրաձայնել եւ չեր կարող լինել, որովհետեւ այնտեղ բացառապես քաղաքական պահանջներ են եւ
այնտեղ չկար մի գործողություն, որը միտված կլիներ անպայման ինչ-որ բռնություն կիրառեի։ Եվ պարոն Մարտիրոսյան, Սասնա ծռերի գործողություններից քաղած դասերը, որոնք են եւ հանրության եւ իշխանության համար։ Դասեր կան, որոնք պիտի քաղեն եւ քաղել ենք դասեր։ Իշխանությունը չի քաղել, իշխանությունը որևէ դաս քաղելու կարիքը չի ունել, ճիշտն ասած, իրենք մենակ մի խնդիր ունեն, որ հնարավորինս երկարաձգեն իրենց իշխանությունը եւ հանրային ռեսուրսները անընդհատ շահագործեն։ Հիմա որքան իրենց դա կհաջողվի, ես չեմ կարող ասել, կարող է իսկապես անընդհատ հաջողվի մինչև երկրի գոյության վերջը։ Իսկ դա շատ հեռու ապագան չեմ կարծում այնուամենայնիվ լինի, կամ հասարակությունը ինքը ինչպես մնացած երկրներում է, պայքարում է ամբողջ հասարակությունը դուրս է գալիս համակարգի դեմ, պայքարում է եւ փոխում է իրերի այս վիճակը։ Որոշումը մեր քաղաքացիներինն է, եթե ցանկանան, որ այս իրավիճակը շարունակվի, ուրեմն այս իրավիճակը կշարունակվի։ Եթե ցանկանան, որ փոխեն իրավիճակը եւ ոչ թե սպասեն, որ 1 օրով, 2 օրով պայքարը կվերջանա, այլ պատրաստ լինեն գոնե 1 շաբաթ անընդհատ պայքարելու, ռեսուրս դնելու, ապա մենք կունենանք այլ իրավիճակ։ Ինչ եթե Վենեսուելայի ժողովրդի նման հրաշք տեղի ունենա, որ մի քանի ամիս պայքարեն, ինչպես ասենք Արցախյան ազատամարտի ժամանակահատվածում էր, Ղարաբաղյան շարժման ժամանակ էր, բնականաբար մենք միանշանակ այդ փոփոխությունը կունենանք։ Առավել եւս արագ կունենանք, որովհետեւ բացի այս մի նեղ շրջանակ ղեկավարության եւ մի փոքր հատված ոստիկանության, ովքեր անձնվիրաբար պատրաստ են ապօրինություններ անընդհատ իրականացնեն ընդդեմ քաղաքացիների, մնացած հասարակության բոլոր շերտերի մեջ կառավարման համակարգ, կրթություն եւ այլ բոլորը դժգոհ են։ Եվ այդ դժգոհությունը այս պայն ցավոք սրտի արտահայտվում է արտագաղթի այս մեծ տեմպերով եւ ցանկությամբ, որը մի կողմից այլևս հասկանալի է, մարդիկ այնուամենայնիվ մեկ կյանք ունեն եւ ցանկանում են մի փոքր նորմալ ապրեն, բայց մյուս կողմից էլ հյուծում է եւ պայքարի ռեսուրսն է հյուծում եւ բնականաբար պետությունն է հյուծում եւ ամենակարևորը անվտանգության համակարգը։ Սա է եւ ես կարծում եմ, այսպես ասեմ, ճշմարտության պահին քիչ է մնացել։ Ճշմարտության պահին քիչ է մնացել եւ մենք արդեն հասել ենք գրեթե այն կետին, որտեղից ցավոք սրտի այլևս ետ վերադարձ չկա, քիչ է մնացել կարծում եմ դրան։ Շատ լավ, շնորհակալ եմ պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ զրույցի համար։